Նա հավատում էր, որ գտել է կատարյալ սեր, շքեղության ու խոստումների աշխարհում։ Բայց կամաց-կամաց նրա քայլերն սկսեցին վերահսկվել, իսկ ընտրությունները լռեցվել։ Այն, ինչ թվում էր պաշտպանություն, վերածվեց բանտի, հեքիաթը բացահայտեց իր մութ կողմը։ Այդ սառն գիշեր մի բան կոտրվեց, հետդարձի ճանապարհ այլս չկար։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին նշեք, թե որ քաղաքից եք դիտում։ Շարունակենք։ Երանի կենտրոնում գտնվող շքեղ առանձնատան պատերի հետում, որը շքեղության իշխանության խորհրդանիշ էր, թաքնված է մի հասարակության ամենամութ գաղտնիքներից մեկը, որը նախընտրում է լռեցնել տառապանքը, երբ այն տեղի է ունենում լուռ, հատկապես, երբ այն քողարկված է շքեղ ընթրիքների ժամանակ ժպիտներով։ Սա Անի Սարգսյանի պատմությունն է, մի կնոջ, ում կամաց-կամաց ջնջեցին հանուն սիրո խոստման, որն իրականում թաքցնում էր վերահսկելու մոլուցք։ Տարիներ առաջ երիտասարդ, տաղանդավոր ճարտարապետի գործարար Դավիթ Մելիքյանի ամուսնությունը հայտարարվեց որպես տասնամյակի իրադարձություն։ Անին 28 տարեկանում Երանի ամենախոստումնալից ճարտարապետներից էր, նախանձելի պորտֆոլիոյով, որը ներառում էր ամեն ինչ ժամանակակից առանձնատներից մինչ համարձակ արտրային նախագծեր։ Դավիթը 35 տարեկանում ղեկավարում էր մի ամբողջ գործարար կայսրություն ուներ երազանքների տղամարդու կատարյալ կերպար։ Բարձրահասակ, էլեգանտ խարիզմատիկ, նա անթերի կերպար էր ստեղծել իր համար։ Բայց հասարակական փայլի հետում թաքնված էր մի մարդ, որն ի վիճակի չէր սիրել առանց տիրանալու։ Նրանց հանդիպումը տեղի ունեցավ Հայաստանի ազգային պատկերասրահում կայացած բարեգործական երեկույթի ժամանակ։ Անին այնտեղ ներկայացնում էր իր ճարտարապետական գրասենյակը, զրուցելով հավանական հաճախորդների հետ, երբ Դավիթը մոտեցավ երկու գավաթ շամպայնով մի ժպիտով, որը փարատում էր ցանկացած կասկած։ Նա հաճոյախոսություն արեց Անիի մուգ կապույտ զգեստի մասին, ասելով, որ այն կատարյալ ներդաշնակում է նրա նրբագեղության հետ։ Նրանք այդ գիշեր ժամերով զրուցեցին, կորցնելով ժամանակի զգացողությունը, մինչ սրահը դատարկվում էր նրանց շուրջ։ Դավիթը հարցեր էր տալիս նրա աշխատանքի մասին, հետաքրքրվում էր նախագծերով, երազանքներով, ոգեշնչման աղբյուրներով։ Անին զգաց, որ խոսում է այնպիսի ազատությամբ, որը հազվադեպ էր զգում, պատմելով ճարտարապետության հանդեպ իր կրքի մասին, թե ինչպես է յուրաքանչյուր նախագիծ ինչ-որ մեկի կյանքը փոխելու հնարավորություն։ Դավիթը լսում էր, իսկապես լսում էր, տալով խելացի հարցեր, որոնք ցույց էին տալիս, որ նա ոչ միայն քաղաքավարի է, այլ անկեղծորեն հետաքրքրված։ Երբ երեկույթն ավարտվեց, անվտանգության աշխատակիցները սկսեցին անջատել լույսերը, Դավիթը խնդրեց նրա հեռախոսահամարը։ Անին մի պահ վարանեց, ոչ թե անտարբերությունից, այլ զգուշությունից։ Նա միշտ զգույշ էր եղել հարաբերություններում, հատկապես անցյալի որոշ հիասթափություններից հետո։ Բայց այդ տղամարդու մեջ մի բան կար, որը ստիպում էր նրան ռիսկի դիմել։ Նա իր համարը գրեց անձեռոցիկի վրա, զգալով, որ գուցե արժե ռիսկի դիմել։ Առաջին ամիսները նման էին հեքիաթի, որը Անին կարծում էր, թե միայն ֆիլմերում է լինում։ Մոմերի լույսի ներքո ընթրիքներ Սարյան փողոցի բացառիկ ռեստորաններում, որտեղ Դավիթը միշտ կատարյալ գինի էր պատվիրում, հստակ գիտեր, ինչ ասել, որպեսզի նրան ծիծաղեցնի։ Անակնկալ ուղղություններ դեպի Դիլիջան հանգստյան օրերին, երբ նա ուրբաթ օրը հայտնվում էր Անիի գրասենյակում, 2 տոմսով արդեն պատրաստի ճամպրուկով, ասելով, որ նա պետք է հանգստանա։ Խոստումներ, որոնք շշնջում էր նրա ականջին մտերմիկ պահերին, երբ ասում էր, որ Անին այն կինն է, ում ինքն սպասել է ամբողջ կյանքում։ Դավիթը կարծես տեսնում էր նրան այնպես, ինչպես ոչ ոք երբեք չէր տեսել, ոչ միայն արտաքինը, այլ ինչ-որ ավելի խորը բան։ Նա գովում էր նրա ճարտարապետական նախագծերը տեխնիկական դիտարկումներով, որոնք ցույց էին տալիս, որ իսկապես ուսումնասիրել է նրա աշխատանքը, որ հետազոտել է նրա գործերը, որ հասկանում է նրա արածի բարդությունը։ Նա մասնակցում էր Անիի նախագծերի բացման արարողություններին, ակնհայտ հպարտությամբ կանգնում էր նրա կողքին լուսանկարներում, ներկայացնում էր նրան որպես իր տաղանդավոր հարսնացու, կարևոր գործարարների ներդրողների։ Անին իրեն զգում էր լիարժեք, իրականացված, սիրված այնպես, որ լցնում էր իր հոգու յուրաքանչյուր դատարկ անկյուն։ Նա, ով միշտ այնքան կենտրոնացած էր եղել կարիերայի վրա, այնքան վճռական ապացուցելու իր արժեքը տղամարդկանց կողմից գերիշխող շուկայում, վերջապես զգում էր, որ կարող է ունենալ ամեն ինչ՝ մասնագիտական հաջողություն, իսկական սեր։ Հարսանիքը տեղի ունեցավ գարնան մի արոտ առավոտ, Մելիքյանների ընտանեկան ամառանոցում, Կոտայքի մարզում։ 300 խնամքով ընտրված հյուրեր, Հոլանդիայից ներկրված ծաղիկներ, մի ամբողջ կարողություն արժեցող կոմպոզիցիաներով, հարսանեկան զգեստ, հատուկ նրա համար ստեղծված հայտնի դիզայների կողմից, որը ամիսներ էր աշխատել նախագծի վրա։
Ամեն ինչ կատարյալ էր, կինեմատոգրաֆիկ, ամսագրի շապիկին արժանի։ Եվ հենց այդպես էլ եղավ։ 3 նորացության ամսագիր պայքարում էին լուսանկարների բացառիկության համար, Դավիթն անձամբ բանակցեց պայմանագրի յուրաքանչյուր մանրուքի շուրջ։ Անին դեպի խորան քայլեց հոր, գնդապետ Հենրիկ Սարգսյանի թանցուկ, որը ամուր բռնել էր նրա թը, փորձելով թաքցնել արցունքները իր զինվորականի խիստ աչքերում։ Դավիթը սպասում էր խորանի մոտ այն շողշողուն ժպիտով, որին Անին սիրահարվել էր, կրելով անթերի սմոքինգ։ Երբ նրանք փոխանակեցին մատանիները Աստծո բոլոր հյուրերի առաջ, Անին բացարձակապես վստահ էր, որ ճիշտ ընտրություն է կատարում, որ սա այն կյանքի սկիզբն է, որի մասին միշտ երազել է։ Մեղրամիսն Իտալիայում այն ամենն էր, ինչ Անին պատկերացնում էր, նույնիսկ ավելին։ 2 շաբաթ մայրամուտներ, ընթրիքներ ծովափնյա ռեստորաններում, որտեղ միջերկրական ծովը փայլում էր լուսնի լույսի տակ, նավով զբոսանքներ։ Դավիթը ուշադիր էր, ռոմանտիկ, ներկա։ Նա անընդհատ լուսանկարում էր Անիին, ասելով, որ ուզում է հավերժացնել յուրաքանչյուր պահ, որ ուզում է ընդմիշտ հիշել այն երջանկությունը, որ զգում է նրա կողքին։ Անին իրեն զգում էր աշխարհի ամենահաջողակ կինը։ Բայց ամեն ինչ սկսեց փոխվել Մեղրամսից վերադառնալուց հետո։ Այնքան աստիճանաբար, որ Անին սկզբում նույնիսկ չնկատեց։ Առաջին անգամ, երբ Դավիթը մեկնաբանեց միջոցառման համար նրա ընտրած զգեստը, ակնարկելով, որ լանջաբացվածքը չափազանց համարձակ է, Անին կարծեց, թե դա պարզապես քնքուշ առաջարկ է։ Երկրորդ անգամ, երբ նա հարցրեց, թե ինչու պետք է հանդի համալսարանի ընկերուհու հետ ճաշելու, պնդելով, որ ընկերուհին միշտ նախանձ է եղել, Անին չեղարկեց հանդիպումը։ Երրորդը, երբ նա առաջարկ ստացավ ղեկավարելու կարոր նախագիծ Գյումրիում, ինչը կնշանակեր շաբաթական ուղղորություններ։ Դա անհավանական հնարավորություն էր, բայց Դավիթը խնդրեց, որ նա վերանայի իր որոշումը, ասելով, որ իրենք նորապսակներ են պետք է կառուցեն հարաբերությունների հիմքը։ Անին մերժեց առաջարկը։ Նշանները կուտակվում էին։ Մի կատակ նրա հագնվելու ձի մասին այստեղ, մի դժգոհություն ընկերների մասին այնտեղ։ Հետո եկավ կարիերայից աստիճանական հեռացումը։ Դավիթը կասկածի սերմեր էր ցանում աննկատ վարպետությամբ։ Արդյոք Անին իսկապես պետք է այդքան շատ աշխատեր։ Ինչու հյուծել իրեն պահանջկոտ հաճախորդներով, երբ կարող էր տանը լինել, հանգստանալ։ Նա միշտ խոսում էր այնպիսի մեղմ, գրեթե հայրական տոնով, որը Անին ստիպում էր իրեն մեղավոր զգալ հարցեր տալու համար։ Ժամանակի ընթացքում նախագծերը նվազեցին։ Անին սկսեց մերժել աշխատանքները, Դավիթը միշտ լավ փաստարկված պատճառ էր գտնում յուրաքանչյուր մերժման համար։ Ընկղմված այն հուզական մշուշի մեջ, որը ստեղծում է լուռ վերահսկողությունը, Անին զիջում էր։ Նա դադարեց լինել համարձակ վճռական ճարտարապետ, դառնալով լուռ ներկայություն սեփական որոշումներում։ Նրա գրասենյակն աստիճանաբար դատարկվեց։ Նրա գործընկերուհին Նարինեն անհանգստացած փորձեց խոսել, բայց Դավիթը միշտ այնպես էր ուղղորդում զրույցը, որ թվում էր, թե Անին պարզապես առաջնահերթություն է տալիս անձնական կյանքին։ Ի վերջո, Անին դարձավ լուռ գործընկեր, կրծքում զգալով մի ճնշում, որը չէր կարողանում անվանել։ Առանձնատունը, որտեղ նրանք ապրում էին Երանի կենտրոնի ամենահեղինակավոր թաղամասերից մեկում, միաժամանակ դարձավ դրախտ անտեսանելի բանտ, որը գերում էր առանց տեսանելի շղթաների։ Դրսից այն հիասքանչ էր, մրցանակակիր ճարտարապետի նախագծած 3 հարկանի մոդեռնիստական կառույց, անթերի այգիներով, որոնք կարծես դիզայնի ամսագրից լինեին տաքացվող լողավազան, որն արտացոլում էր երանյան երկինքը, լավագույն սարքավորումներով հագեցած մարզասրահ, կինոսրահ, իտալական կաշվե բազկաթոռներով։ Ներսում, չնայած ողջ շքեղությանը, Անին օրեցօր զգում էր, թե ինչպես են պատերը սեղմվում, կարծես օդը նոսրանում էր։ Դավիթը ամենուր անվտանգության տեսախցիկներ էր տեղադրել, յուրաքանչյուր սենյակում, յուրաքանչյուր միջանցքում, տարածքի յուրաքանչյուր անկյունում, արդարացնելով դա որպես իրենց կարգավիճակի մարդկանց համար անհրաժեշտ պաշտպանության միջոց։ Նա ասում էր, որ իրենք պաշտպանելու ունեցվածք ունեն, որ հաջողակ գործարարները նախանձ ու դժգոհություն են առաջացնում, որ անվտանգությունը երբեք ավելորդ չի լինում։ Բայց Անին սկսում էր հասկանալ, որ այդ տեսախցիկները ոչ թե արտաքին սպառնալիքներից պաշտպանվելու համար էին, այլ իրեն անընդհատ վերահսկելու, որպեսզի նա երբեք չխուսափի իր հսկողությունից։ Նա պարբերաբար փոխում էր տան մուտքի ծածկագրերը, միշտ պատճառաբանելով, թե մոռացել է Անին զգուշացնել, որը երբեմն փակված էր մնում սեփական ննջասենյակի դրսում, երբ վերադառնում էր այգում զբոսնելուց։ Երբ դա տեղի էր ունենում, նա պետք է զանգահարեր Դավիթին, որը միտումնավոր ուշ էր պատասխանում, որպեսզի հետո զվարճալի նյարդայնացած տոնով ասեր, որ նա պետք է ավելի ուշադիր լինի, որ ինքը միշտ զգուշացնում է ծածկագրերի փոփոխության մասին, բայց Անին չի լսում։
Նա վերահսկում էր զանգերը, ստուգում էր հաղորդագրությունները, հարցնում էր յուրաքանչյուր ելքի, յուրաքանչյուր զրույցի մասին։ Եթե Անին գնում էր սուպերմարկետ, նա ուզում էր իմանալ, որտեղ, ինչու հենց այդտեղ, ինչ է գնելու։ Եթե նա բժշկի էր գրանցվում, Դավիթը պնդում էր, որ ուղեկցի նրան պատասխանում էր Անիին ուղղված հարցերին։ Անին փորձեց խոսել ընկերուհիների հետ, բայց նրանք չէին հասկանում։ Ինչպես բողոքել ամուսնուց, որը վճարում է բոլոր հաշիվները, որը նրան անսահմանափակ քարտ է տվել, որը նրան տանում է թանկարժեք ընթրիքների։ Ինչպես բացատրել, որ իրեն խեղդված է զգում, երբ բոլորի աչքում նա հեքիաթում է ապրում։ Այն սակավաթիվ անգամները, երբ նա փորձեց անհանգստություն հայտնել, ընկերուհիները նվազեցնում էին դրա նշանակությունը։ Խանդը սիրո նշան է։ Պաշտպանությունը հոգատարության նշան է։ Անին չափազանց պահանջկոտ է։ Եվ այսպես, աննկատ, Անին գնալով ավելի մեկուսացավ։ Մինչ որ տեղի ունեցավ հղիությունը։ Անին իմացավ միայնակ երեքշաբթի առավոտյան, նայելով դրական թեստին, հույզերի ուժեղ խառնուրդով։ Ուրախություն, վախ, հույս, սարսափ։ Ամեն ինչ միաժամանակ։ Երբ պատմեց Դավիթին, նա ամուր գրկեց նրան, այդ պահին Անին նրա աչքերում տեսավ մի բան, որը վաղուց չէր տեսել, անկեղծ քնքշություն։ Նա ծնկի իջավ համբուրեց նրա փորը։ Անին զգաց, թե ինչպես են արցունքները հոսում, թույլ տվեց իրեն իրական հույս զգալ։ Նա հավատացավ, որ երեխան լույս կբերի այն մարդուն, ում դեռ փորձում էր տեսնել վերահսկողության շերտերի տակ։ Հղիության առաջին ամիսները համեմատաբար հանգիստ անցան։ Դավիթը դարձավ ավելի ներկա, ավելի ուշադիր։ Նա ուղեկցում էր նրան բոլոր բժշկական այցելությունների ժամանակ, մանրամասն գրի էր առնում մանկաբարձի յուրաքանչյուր ցուցում։ Գնում էր ամենաթանկ ապրանքանիշերի վիտամիններ, վարձել էր անձնական սննդաբանի։ Տուն էր գալիս մանկական հագուստի տոպրակներով։ Պատվիրել էր սենյակի վերանորոգում, այն ամենահիասքանչ մանկական սենյակը դարձնելու համար։ Անին թույլ տվեց իրեն նորից երազել, պատկերացնել երջանիկ ընտանիք, այլ ապագա։ Բայց պատրանքը երկար չտեց։ Հղիության զարգացմանը զուգընթաց Դավիթը նորից դարձավ վերահսկող, այժմ ավելի հզոր արդարացումով, նա պաշտպանում էր ոչ միայն Անիին, այլ իրենց երեխային, ժառանգին։ Անին այլս չէր կարող միայնակ դուրս գալ, որովհետև հղի էր։ Չէր կարող մեքենա վարել, առանց հսկողության հյուրեր ընդունել, առանց հաստատման մարզվել։ Հղիությունը դարձավ վերահսկողությանս մեկ գործիք։ Եվ ամենավատն այն էր, որ հասարակությունը նրա կողմն էր։ Բոլորը համաձայն էին, որ հղի կինը հատուկ խնամքի կարիք ունի, որ Դավիթը հիանալի ուշադիր է։ Անին իրեն զգում էր գնալով ավելի մեկուսացված, ավելի գերի, ավելի խեղդված։ Նրա հայրը, գնդապետ Հենրիկ Սարգսյանը, հարգված նախկին զինվորական, որը հիմնել էր միջազգային անվտանգության մասնավոր ընկերություն, նրբորեն հեռացվել էր նրա կյանքից։ Դավիթը տարաձայնության սերմեր էր ցանել, ակնարկելով, որ աները չափազանց վերահսկող է, շատ խիստ, զինվորական անցյալի պատճառով, որ հավանություն չի տվել ամուսնությանը։ Անին, հոգնած շփոթված, ի վերջո հեռացել էր հորից։ Գնդապետ Հենրիկը դստեր հեռացումը զգում էր որպես խորը վերք։ Նա անթիվ անգամներ փորձել էր զանգահարել, բայց Անին միշտ պատրվակ ուներ։ Հաղորդագրություններ էր ուղարկում, որոնք ժամերով անպատասխան էին մնում։ Ձեր զինվորականն իրեն անզոր էր զգում։ Չէր կարող ներխուժել չափահաս դստեր կյանք, չէր կարող ստիպել նրան տեսնել իրեն։ Բայց նրա բնազդը համառորեն ասում էր, որ ինչ-որ բան այն չէ։ Նա նույնիսկ գաղտնի գործակալ էր վարձել, դստերը հեռվից հետելու համար։ Զեկույցը անհանգստացնող էր։ Անին քիչ էր դուրս գալիս, միշտ ուղեկցությամբ։ Թվում էր ավելի նիհար, ավելի գունատ։ Նրա ժպիտը թվացյալ էր, դատարկ։ Բայց կոնկրետ ոչինչ չկար, որը կարդարացներ միջամտությունը։ Եվ դա տանջում էր Հենրիկին։ Ամեն ինչ սկսեց փլուզվել հունվարյան մի սառն գիշեր։ Անին, արդեն հղիության 6-րդ ամսում, մի պարզ բան խնդրեց։ Ուզում էր այցելել մոր Հեղինեի գերեզմանին, որը 5 տարի առաջ մահացել էր քաղցկեղից։ Մահվան տարելիցն էր, մի օր, որը Անին միշտ կրոնական ճշտապահությամբ հարգում էր։ Դա ավանդույթ էր։ Նա գնում էր գերեզմանատուն ծաղիկներով, ժամերով այնտեղ մնում, մտովի զրուցելով մոր հետ։ Հեղինեն միշտ եղել էր նրա գաղտնիքների պահապանը, Անին պահպանում էր այդ ծեսը, կապը։ Կենդանի պահելու համար։ Բայց Դավիթը մերժեց այն սառը վճռականությամբ։ Ասաց, որ չափազանց ցուրտ է, որ Անին կարող է հիվանդանալ, թոքաբորբ ստանալ, երեխային վտանգի ենթարկել։
Ասաց, որ գերեզմանատները ծանր էներգիա ունեն, որ նա կարող է տանը աղոթել։ Անին ամիսների ընթացքում առաջին անգամ պնդեց։ Ասաց, որ ոչ, դա նույնը չէ, որ պետք է գնա, որ դա կարոր է։ Ասաց, որ լավ կհագնվի, բայց կգնա գերեզմանատուն, իր հետ կամ առանց իր։ Դավիթը, հասկանալով, որ կորցնում է վերահսկողությունը, որ Անին համարձակվում է վիճարկել իրեն, զգաց մի խորը զայրույթ, որը չկարողացավ թաքցնել։ Նրա արտահայտությունը փոխվեց, ժպիտն անհետացավ, դրա փոխարեն հայտնվեց ինչ-որ ավելի մութ բան։ Վեճը սկսվեց ցածր, բայց աստիճանաբար սրվեց։ Դավիթը մեղադրեց Անին անշնորհակալ լինելու մեջ, չգնահատելու այն ամենը, ինչ անում է նրա համար, անձնական քմահաճույքները որդու բարեկեցությունից վեր դասելու մեջ։ Անին երկար ժամանակ անց առաջին անգամ բղավեց պատասխան։ Ասաց, որ իրեն բանտարկյալ է զգում, որ ուզում է իր կյանքը հետ, որ կարոտել է ինքն իրեն, որ դա սեր չէ։ Եվ այդ ժամանակ Դավիթն արեց մի բան, որը հատեց անտեսանելի սահմանը, մի բան, որը ընդմիշտ կնշանավորեր այդ սառը ձմեռային գիշերը կփոխեր բոլոր ներգրավվածների ճակատագիրը։ Այն, ինչ նա չգիտեր, այն էր, որ յուրաքանչյուր պահ ձայնագրվում էր անվտանգության տեսախցիկների կողմից, որոնք ինքն էր տեղադրել։ Եվ շատ հեռու գաղտնի օպերատիվ կենտրոնում, ինչ-որ մեկը իրական ժամանակում դիտում էր այն սարսափը, որը ծավալվում էր առանձնատանը։ Ինչ-որ մեկը, ով երբեք իսկապես չէր դադարել հետել իր դստերը, պարզապես սպասելով այն պահին, երբ նա իր կարիքը կունենա։ Հավանում եք այս պատմությունը։ Ասացեք ինձ, թե ինչ կարծիքի եք այս պատմության մասին, ինչպես եք կարծում, այն կավարտվի։ Այդ սառը հունվարյան գիշեր մի բան ընդմիշտ փոխվեց առանձնատանը։ Անի Դավիթի միջ վեճը հասավ մի կետի, որտեղից հետդարձ չկար։ Դավիթը, համակված մի կատաղությամբ, որը հազիվ էր կարողանում զսպել, բռնեց Անիի թից այնպիսի ուժով, որ հետքեր թողեց։ Նա քարշ տվեց նրան մարմարե միջանցքով, անտեսելով նրա ճիչերը, անտեսելով աղաչանքները, անտեսելով ամեն ինչ, բացի սեփական զայրույթից, նրա համարձակության դիմաց։ Անին փորձում էր ազատվել, նրա ձեռքերը բնազդաբար պաշտպանում էին փորը, որտեղ երեխան աճում էր։ Նա բղավում էր, լացում, աղաչում, որ նա կանգ առնի մտածի իրենց երեխայի մասին։ Բայց Դավիթն այդ պահին բանականությունից դուրս էր։ Նա տարավ նրան հետի բակ, որտեղ հունվարյան սառը քամին դանակի պես կտրում էր։ Ջերմաստիճանն այդ գիշեր 0-ին մոտ էր, երանյան ձմեռային այն գիշերներից, որոնք կարծես սառեցնում են ոսկորները։ Անին հագել էր միայն մետաքսե գիշերանոց, որով քնում էր։ Նրա բոբիկ ոտքերը դիպչում էին սառցե սիզամարգին, նա դողում էր ինչպես ցրտից, այնպես էլ վախից։ Դավիթը միացրեց այգու ցնցուղը, մինչ Անին կհասցներ հասկանալ, թե ինչ է կատարվում, սառցե ջրի շիթը ուժգին հարվածեց նրան։ Ջուրն այնքան սառն էր, որ կարծես այրում էր մաշկը։ Անին ճչաց, փորձեց պաշտպանվել, բայց Դավիթը շարունակում էր ջուրն ուղղել նրա վրա, ամբողջովին թրջելով նրան։ Մինչ դա տեղի էր ունենում, Անին զգում էր, թե ինչպես է երեխան շարժվում իր ներսում, կարծես նա էլ զգում էր մոր խուճապը։ Նա կծկվեց թաց գետնին, գրկելով փորը, փորձելով ինչ-որ կերպ պաշտպանել իր երեխային, մինչ ջուրը շարունակում էր թափվել նրա վրա։ Դավիթը վերջապես անջատեց ցնցուղը, թողեց նրան այնտեղ, ուժգին դողալով սիզամարգին։ Նա մտավ տուն, առանց հետ նայելու, փակելով դուռը իր հետից։ Անին այնտեղ մնաց րոպեներ, որոնք թվում էին ժամեր, թրջված, սառչելով, շոկի մեջ։ Նրա մարմինը անվերահսկելի դողում էր, շուրթերը կապտել էին, նա հազիվ էր կարողանում կապակցված մտքեր ձավորել։ Այն ամենը, ինչ կարողանում էր անել, գրկել փորը ներողություններ շշնջալ երեխային, խոստանալով, որ կպաշտպանի նրան, որ ինչ-որ կերպ դուրս կհանի նրանց այս իրավիճակից։ Այն, ինչ նրանցից ոչ ոք չգիտեր, այն էր, որ այդ սարսափի յուրաքանչյուր վայրկյանը ձայնագրվում էր բարձրորակ անվտանգության տեսախցիկների կողմից, որոնք Դավիթը մոլուցքով տեղադրել էր ամբողջ տարածքում։ Նույն տեսախցիկները, որոնք նա օգտագործում էր Անիին հսկելու համար, այժմ գրանցում էին իր սեփական դաժանությունը հստակ մանրամասներով։ Եվ շատ հեռու, կիլոմետրեր հեռավորության վրա, Երանի կենտրոնի մի գաղտնի գրասենյակում, գնդապետ Հենրիկ Սարգսյանը դիտում էր ամեն ինչ իրական ժամանակում, նրա դեմքը քարանում էր յուրաքանչյուր վայրկյան։ Ամիսներ առաջ, երբ նրա հայրական զինվորական բնազդը ասել էր, որ ինչ-որ բան շատ սխալ է, նա որոշում էր կայացրել։ Օգտագործելով իր կապերն ու մասնավոր անվտանգության ընկերության ռեսուրսները, նա կարողացել էր հեռակա մուտք ստանալ առանձնատան անվտանգության տեսախցիկներին։ Դա հեշտ չէր եղել, պահանջել էր զգալի տեխնիկական հմտություններ, որոշ կասկածելի քայլեր, բայց Հենրիկին չէր հետաքրքրում օրինականությունը, երբ խոսքը վերաբերում էր իր դստեր անվտանգությանը։
Ամիսներ շարունակ նա աճող անհանգստությամբ դիտում էր Անիի փոխակերպումը։ Տեսել էր, թե ինչպես է իր տաղանդավոր ինքնավստահ դուստրը դառնում իր ստվերը։ Տեսել էր այն պահերը, երբ Դավիթը վերահսկում էր նրան, մանիպուլացնում, մեկուսացնում։ Բայց նա չուներ բավարար կոնկրետ ապացույցներ միջամտելու համար, մինչ այդ գիշեր։ Երբ տեսավ, թե ինչպես է Դավիթը հղի Անին քարշ տալիս բակ այդ սառը գիշեր, երբ տեսավ, թե ինչպես է սառը ջուրը լցվում իր դստեր վրա, մինչ նա փորձում էր պաշտպանել թորանը, որին դեռ չէր տեսել, Հենրիկի ներսում մի բան կոտրվեց։ Նա այլս պարզապես գործարար չէր, այլս պարզապես նախկին զինվորական չէր։ Այդ պահին նա հայր էր, որը տեսնում էր, թե ինչպես են տանջում իր դստերը, տեսնում էր իր թորանը վտանգի մեջ։ Եվ նա ուներ միջոցներ կարողություն ինչ-որ բան անելու։ Հենրիկը վերցրեց հեռախոսը, սկսեց զանգեր կատարել։ Յուրաքանչյուր զանգ ակտիվացնում էր մանրակրկիտ պլանավորված գործողության մի մասը, մի գործողություն, որը նա հույս ուներ երբեք չիրականացնել, բայց որին պատրաստվում էր այն պահից, երբ հասկացավ Դավիթ Մելիքյանի իրական բնույթը։ 30 րոպեից էլ քիչ ժամանակում 4 զրահապատ մեքենա երկու ուղղաթիռ ճանապարհին էին դեպի առանձնատուն։ Թիմը, որը Հենրիկը մոբիլիզացրել էր, սովորական անվտանգության աշխատակիցներից չէր բաղկացած։ Նրանք նախկին հատուկ ջոկատայիններ էին, տղամարդիկ կանայք, որոնք մարզված էին բարձր ռիսկային իրավիճակներում փրկարարական գործողությունների համար։ Նրանցից յուրաքանչյուրը խնամքով ընտրվել էր, յուրաքանչյուրը հստակ գիտեր, ինչ անել։ Մինչ գործողությունը պատրաստվում էր, Անին դեռ բակում էր, այժմ դժվարությամբ կարողանալով ոտքի կանգնել։ Նա քարուքանդ քայլեց դեպի հետի դուռը, փորձեց բացել, բայց Դավիթը ներսից փակել էր այն։ Նա թակեց դուռը, նրա սառած ձեռքերը հազիվ էին կարողանում բավարար ուժ գործադրել։ Վերջապես նա բացեց, բայց ոչ կարեկցանքով ներս թողնելու համար։ Նա դաժանորեն քաշեց նրան ներս, սրբիչ նետեց նրա վրա, հրամայեց փոխվել, դադարել դրամատիկ լինել, որ դա ընդամենը նրա համար էր, որպեսզի սովորի հարգել իրեն։ Անին դողալով բարձրացավ աստիճաններով, բռնվելով բազրիքից։ Նա մտավ լոգասենյակ, դողացող ձեռքերով հանեց թրջված գիշերանոցը։ Երբ նայեց հայելուն, հազիվ ճանաչեց այն կնոջը, որին տեսնում էր այնտեղ։ Շուրթերը դեռ կապտած էին, դեմքը մոմի պես գունատ էր, աչքերը կարմրած ու այտուցված էին լացից։ Նա մտավ ցնցուղ, բացեց տաք ջուրը, թույլ տալով, որ ջերմությունը փորձի լուծել այն ցուրտը, որը կարծես ներթափանցել էր նրա ոսկորների մեջ։ Մինչ տաք ջուրը թափվում էր նրա վրա, Անին զգում էր, թե ինչպես է երեխան շարժվում, ավելի թույլ, քան սովորաբար։ Խուճապը համակեց նրան։ Իսկ եթե երեխայի հետ ինչ-որ բան պատահել է։ Իսկ եթե այդ ծայրահեղ ցուրտը, այդ շոկը, այդ սթրեսը վնասել են իր երեխային։ Նա ձեռքերը դրեց փորին, լաց եղավ, լաց լինելով իր երեխայի այն կյանքի համար, որը կարող էր այլ լինել։ Հենց այդ պահին, մինչ Անին ցնցուղի տակ փորձում էր ուշքի գալ տրավմայից, առաջին ուղղաթիռները սկսեցին պտտվել առանձնատան վրա։ Պտուտակների ձայնն անսխալական էր, մի խորը սպառնալից ձայն, որը ստիպում էր պատուհաններին դողալ, իսկ պատերի նկարներին սասանվել։ Դավիթը երկրորդ հարկի իր աշխատասենյակում էր, 25 տարվա շոտլանդական վիսկի էր խմում բյուրեղապակյա բաժակով, փորձելով իրեն արդարացնել իր արածի համար, մտովի պատմություններ կառուցելով, որտեղ ինքն էր զոհը, որտեղ Անին էր անշնորհակալը։ Երբ լսեց ուղղաթիռների ձայնը, նա մոտեցավ մեծ ապակե պատուհանին, տեսավ հզոր լուսարձակները, որոնք լուսավորում էին այգին, գիշերը վերածելով արհեստական ցերեկի։ Նրա սիրտը սկսեց ավելի արագ բաբախել։ Ոստիկանություն։ Չէր կարող լինել։ Նա կապեր ուներ, ազդեցություն, ոչ ոք չէր համարձակվի այսպես գալ իր տուն։ Գուցե հարաններն են բողոքում ինչ-որ բանից։ Բայց դրանք ուղղաթիռներ էին, ոչ թե սովորական ոստիկանական մեքենաներ։ Դավիթը երկար ժամանակ անց առաջին անգամ զգաց մի բան, որը չկարողացավ անմիջապես բացահայտել, քանի որ այն այնքան հազվադեպ էր իր փորձառության մեջ, իրական վախ։ Մինչ նա կհասցներ լիովին հասկանալ, թե ինչ է կատարվում, մինչ կհասցներ վերցնել հեռախոսը, զանգելու իր փաստաբաններին կամ ոստիկանությունում իր կապերին, առանձնատան էլեկտրոնային դարպասը ջարդվեց զրահապատ մեքենայի կողմից, որը այն քանդեց, կարծես թղթից լիներ։ Մետաղի կոտրվելու ձայնը արձագանքեց ամբողջ տարածքում։ Բանակցություններ չեղան, նախազգուշացում չեղավ, արձագանքելու ժամանակ չեղավ։ Գործողությունն իրականացվեց այն զինվորական ճշգրտությամբ, որը Հենրիկը սովորել կատարելագործել էր տասնամյակների ծառայության ընթացքում, նախ զինված ուժերում, ապա ղեկավարելով բարձր ռիսկային մասնավոր առաքելություններ ամբողջ աշխարհում։
Ամբողջովին հագնված տղամարդիկ կանայք վերջին սերնդի տակտիկական սարքավորումներով, զրահաբաճկոններով, գիշերային տեսողության ակնոցներով, ժամանակակից կապի միջոցներով ներխուժեցին տարածք կատարյալ կազմակերպված համակարգված ցունամիի պես։ Նրանք հստակ գիտեին ուր գնալ, ուսումնասիրել էին առանձնատան հատակագծերը, գիտեին յուրաքանչյուր մուտք ու ելք, յուրաքանչյուր սենյակ, յուրաքանչյուր հնարավոր թաքստոց։ Դավիթը փորձեց վազել դեպի ննջասենյակ, գուցե մտածելով Անին որպես սակարկության միջոց օգտագործել, բայց միջանցքում նրան կանգնեցրին 3 գործակալներ, որոնք նրան վնասազերծեցին դաժան արդյունավետությամբ։ Նա բղավեց, փորձեց հիշեցնել իր դիրքի, փողի, փաստաբանների մասին, բայց ոչ ոք չէր լսում։ Նրան ձեռնաշղթաներ հագցրին դուրս տարան, մինչ նա փորձում էր հասկանալ, թե ինչ է կատարվում։ Անին լսեց աղմուկը, քաոսը, ճիչերը։ Նա դուրս եկավ լոգարանից, խալաթով փաթաթված, դեռ դողալով, դեռ շոկի մեջ։ Երբ բացեց սենյակի դուռը, միջանցքում տեսավ համազգեստով տղամարդկանց կանանց։ Գործակալներից մեկը, բարի աչքերով, բայց ամուր կեցվածքով մի կին, զգուշորեն մոտեցավ նրան։ Անի, իմ անունը Դիանա է, ես աշխատում եմ ձեր հոր համար։ Եկել ենք ձեզ տանելու։ Դուք այժմ ապահով եք։ Անին հազիվ էր կարողանում հասկանալ խոսքերը։ Հա, իրը։ Ինչպես նա իմացավ։ Ինչպես գտավ։ Նրա ոտքերը թուլացան, Դիանան բռնեց նրան, մինչ նա կընկներ։ Մեկ այլ բժիշկ գործակալ անմիջապես մոտեցավ, ստուգելով Անիի կենսական նշանները, գնահատելով նրա վիճակը։ Անին հիպոթերմիայի մեջ էր, նրա ճնշումը վտանգավոր ցածր էր, երեխան վտանգի տակ էր։ Պետք է նրան անմիջապես հիվանդանոց տանենք, ասաց բժիշկը։ Թիմը ժամանակ չկորցրեց։ Անին փաթաթեցին ջերմային ծածկոցներով, զգուշորեն իջեցրին աստիճաններով դրեցին դրսում սպասող շտապօգնության մեքենայի մեջ։ Հիվանդանոց տանող ողջ ճանապարհին բժիշկը վերահսկում էր նրա երեխայի կենսական նշանները, տալով հեղուկներ, դեղամիջոցներ, երկուսին էլ կայունացնելու համար։ Հիվանդանոցում մանկաբարձների, նեոնատոլոգների, սրտաբանների շտաբ բժշկության մասնագետների մի ամբողջ թիմ արդեն սպասում էր շտապօգնության բաժանմունքի դռան մոտ։ Հենրիկը հոգացել էր, որ Երանի լավագույն մասնագետները հասանելի լինեն, անկախ արժեքից կամ ժամից։ Անին ուղիղ տարան վերջին սերնդի տեխնոլոգիաներով հագեցած շտապօգնության սենյակ, որտեղ 8 բժիշկներից բուժքույրերից բաղկացած թիմը միաժամանակ աշխատում էր, յուրաքանչյուրը կենտրոնացած նրա կրիտիկական վիճակի որոշակի ասպեկտի վրա։ Նրանք րոպե առ րոպե վերահսկում էին նրա կենսական նշանները, դեղամիջոցներ էին տալիս կայունացնելու նրա վտանգավոր ցածր զարկերակային ճնշումը, բուժում էին կիրառում, հիպոթերմիան վերացնելու համար, ամենակարևորը, անընդհատ վերահսկում էին երեխայի սրտի բաբախյունը իրական ժամանակի ուլտրաձայնային հետազոտության միջոցով։ Ծայրահեղ ցուրտը, որին ենթարկվել էր Անին, կործանարար հուզական շոկը, ծայրահեղ ֆիզիկական սթրեսը, այս ամենը երեխային ենթարկել էր զգալի անմիջական ռիսկի։ Բժիշկներն աշխատում էին շտապ, բայց առանց խուճապի, նրանց փորձառու ձեռքերն անում էին այն, ինչի համար մարզվել էին հազարավոր ժամերի պրակտիկայի տարիների փորձի ընթացքում։ Հենրիկը հիվանդանոց հասավ 15 րոպե անց, վարելով իր սեփական մեքենան այնպիսի արագությամբ, որը խախտում էր ճանապարհային երթևեկության բոլոր կանոնները, բայց նրան դա չէր հետաքրքրում։ Նրա դեմքին երում էր խորը զսպված զայրույթի, ֆիզիկապես ցավեցնող անհանգստության երկաթե վճռականության բարդ խառնուրդ, որ ամեն ինչ լավ կլինի, քանի որ նա այլ հնարավորություն չէր ընդունում։ Նա սպասում էր շտապօգնության սենյակի դրսում, անհանգիստ քայլելով ստերիլ միջանցքով, նրա մեծ, կոշտացած ձեռքերը բռունցքվել էին այնքան ամուր, որ հոտերը սպիտակել էին։ Այս մարդը, որը ղեկավարել էր ռազմական գործողություններ պատերազմող երկրներում, որը բանակցել էր ահաբեկչական խմբերի հետ պատանդների ազատ արձակման շուրջ, որը անթիվ անգամներ առերեսվել էր կյանքի մահվան իրավիճակների հետ, առանց թարթելու, երբեք իրեն այնքան լիովին անզոր չէր զգացել, որքան այդ անվերջ պահին, սպասելով իր դստեր դեռ չծնված թոռան մասին լուրերի։ Րոպեները ձգվում էին ժամերի պես։ Ամեն անգամ, երբ շտապօգնության սենյակի դուռը բացվում էր, մի բուժքույր կամ բժիշկ դուրս էր գալիս, Հենրիկն անմիջապես շրջվում էր, հուսալի անհանգիստ, միայն թե տեսներ, թե ինչպես է այդ մարդն անցնում իր կողքով դեպի մեկ այլ միջանցք։ Նա մտածում էր այն ամենի մասին, ինչ կարող էր այլ կերպ անել, թե ինչպես կարող էր ավելի շուտ նկատել, թե ինչպես էր իր դստերը թողել այդ հրեշի ձեռքում այսքան երկար։ Վերջապես, այն բանից հետո, ինչը թվում է ժամանակի մեջ սառած հավերժություն, 2 ժամ 43 րոպե անց, որը Հենրիկը հաշվել էր յուրաքանչյուր անցնող վայրկյանով, գլխավոր բժիշկը դուրս եկավ։
Դա բժիշկ Արթուր Գրիգորյանն էր, Հայաստանի ամենահարգված մանկաբարձներից մեկը, որի հետ Հենրիկն անձամբ խոսել էր հեռախոսով հիվանդանոց գնալու ճանապարհին։ Հենրիկն անմիջապես շրջվեց, նրա սիրտը բաբախում էր այնքան ուժգին, որ նա կարող էր լսել ձայնը սեփական ականջներում։ Բժիշկը, 50 անց մի տղամարդ, ալեխառն մազերով հոգնած, բայց բարի աչքերով, փոքր, բայց հանգստացնող ժպիտ տվեց, հանելով վիրաբուժական դիմակը։ Գնդապետ Սարգսյան, ձեր դուստրն այժմ կայուն է։ Լարված էր, չեմ ստի, բայց նա ուժեղ է։ Ավելի ուժեղ, քան մենք պատկերացնում էինք։ Հիպոթերմիան վերացվել է, ձարկերակային ճնշումը կարգավորվում է, ամենակարևորը երեխան դիմացել է։ Ուժեղ տղա է, պապիկի նման։ Բայց մենք պետք է նրան պահենք խիստ հսկողության տակ առնվազն առաջիկա 48 ժամվա ընթացքում։ Նրա մարմինը զգալի տրավմա է տարել, մենք ուզում ենք համոզվել, որ ուշացած բարդություններ չեն լինի։ Հենրիկը զգաց, որ իր ոտքերը, որոնք սովոր էին կիլոմետրերով քայլել ծանր սարքավորումներով, թուլացան այնքան խորը թեթացումից, որ գրեթե տապալեց նրան։ Նա մի պահ ստիպված եղավ հենվել պատին, փակելով աչքերը խորը շունչ քաշելով, թույլ տալով, որ տեղեկատվությունը ներթափանցի։ Իր դուստրը կենդանի էր։ Իր թոռը կենդանի էր։ Նրանք լավ էին լինելու։ Երբ նորից բացեց աչքերը, արցունքներ էին հոսում տարիների արից, քամուց մարտերից կոփված դեմքով։ Կարող եմ տեսնել նրան, հարցրեց նա, նրա ձայնը խռպոտ էր զսպված հուզմունքից։ Այո, իհարկե։ Նա արթուն է, ձեզ է հարցնում։ Հենրիկը հետեց բժշկին լյումինեսցենտային լամպերով լուսավորված սպիտակ միջանցքներով մինչ երրորդ հարկի մասնավոր սենյակ։ Երբ վերջապես բացեց դուռը, մտավ սենյակ, որտեղ անին պառկած էր հիվանդանոցային մահճակալին, միացված մի քանի մոնիտորների, որոնք մեղմորեն ազդանշան էին տալիս շիճուկի տոպրակների, որոնցից կենսական դեղամիջոցներ էին կաթում, նա զգաց, որ իր սիրտը միաժամանակ կոտրվում վերականգնվում է։ Նա այնքան փոքր էր թվում այդ մահճակալին, այնքան փխրուն, դեմքը դեռ գունատ, բայց արդեն մի փոքր գույն էր ստանում։ Նրա աչքերը, այն աչքերը, որոնք նա գիտեր այն օրվանից, երբ նա 2 օրական երեխա էր, որին առաջին անգամ գրկել էր, վախենալով կոտրել, բաց էին հարված նրա վրա։ Անին նայեց հորը, տարիների ընթացքում առաջին անգամ, ամուսնությունից առաջ, Դավիթի իր կյանք մտնելուց իր ու իրեն սիրող բոլոր մարդկանց միջ այդ անտեսանելի պատերը կառուցելուց առաջ, նա թույլ տվեց, որ արցունքներն ազատ հոսեն, առանց փորձելու թաքցնել, առանց փորձելու ուժեղ լինել, առանց փորձելու ձացնել, թե ամեն ինչ կարգին է։ Հենրիկը զգույշ քայլերով մոտեցավ մահճակալին, կարծես նա կարող էր կոտրվել ցանկացած կտրուկ շարժումից, բռնեց նրա ձեռքն այնպիսի քնքշությամբ, որը հակասում էր նրա մեծ, կոշտ ձեռքերին։ Ներիր, հայրիկ, շշնջաց Անին, նրա ձայնը թույլ էր։ Ես պետք է քեզ լսեի։ Ես պետք է տեսնեի։ Ոչ, աղջիկս, ասաց Հենրիկը, նրա ձայնը խեղդվում էր։ Դու ներողություն խնդրելու ոչինչ չունես։ Այս ամենը քո մեղքը չէ։ Դու մանիպուլյատոր վտանգավոր մարդու զոհ ես դարձել։ Բայց վերջացավ։ Ես խոստանում եմ, որ նա այլս երբեք չի մոտենա քեզ կամ իմ թոռանը։ Եվ մինչ հայր ու դուստր վերամիավորվում էին այսքան երկար բաժանումից հետո, մինչ Անին վերջապես թույլ էր տալիս իրեն նորից ապահով զգալ, քաղաքի մյուս ծայրում Դավիթ Մելիքյանին տանում էին ոստիկանական բաժանմունք, նրա շքեղ հզոր կյանքը փլուզվում էր նրա շուրջ ավելի արագ, քան նա կարող էր պատկերացնել։ Ներիր, հայրիկ, շշնջաց Անին, նրա ձայնը թույլ էր խեղդված։ Ես պետք է քեզ լսեի հենց սկզբից։ Ես պետք է տեսնեի, թե ով է Դավիթն իրականում։ Ես այնքան կույր էի, այնքան միամիտ։ Թույլ տվեցի, որ նա ինձ հեռացնի քեզնից, իմ կյանքից, այն ամենից, ինչ ես էի։ Ոչ, աղջիկս, ասաց Հենրիկը, նրա ձայնը ամուր էր, չնայած ազատ հոսող արցունքներին։ Դու բացարձակապես ոչ մի բանի համար ներողություն խնդրելու կարիք չունես։ Այս ամենը, լսում ես ինձ, այս ամենը քո մեղքը չէ։ Դու դարձել ես չափազանց մանիպուլյատոր վտանգավոր մարդու զոհ, մի մարդու, որը հստակ գիտեր, թե ինչպես օգտագործել քո սերն ընդդեմ քեզ, ինչպես խեղաթյուրել քո անվստահությունը, ինչպես ստիպել քեզ կասկածել ինքդ քեզ։ Բայց վերջացավ։ Ես խոստանում եմ քեզ, խոստանում եմ իմ թոռանը, որ այդ մարդն այլս երբեք չի մոտենա ձեզ։ Երբեք։ Նրանք այդպես մնացին երկար րոպեներ, հայր ու դուստր վերամիավորվելով լռության արցունքների միջոցով, միահյուսված ձեռքերի պարզ հպումով։ Այդ պահին այլս խոսքեր պետք չէին։ Մեկմեկու ներկայությունը բավարար էր, ամեն ինչ էր։ Դա մի բուժման սկիզբն էր, որը երկար ու դժվարին էր լինելու, բայց որը վերջապես կարող էր սկսվել։
Հիվանդանոցում անցկացրած հաջորդ օրերը Անի համար ֆիզիկական վերականգնման հուզական զարթոնքի բարդ խառնուրդ էին։ Նրա մարմինը երիտասարդ բնականորեն դիմացկուն սկսեց արագ ապաքինվել բժշկական անձնակազմի ուշադիր խնամքի ներքո։ Հիպոթերմիան ամբողջությամբ վերացվեց, նրա մարմնի ջերմաստիճանը վերադարձավ նորմալին կայունացավ։ Զարկերակային ճնշումը, որն այն սարսափելի գիշեր վտանգավոր ցածր էր, վերադարձավ առողջ մակարդակի։ Եվ երեխան, այն փոքրիկ մարտիկը, որը դիմացել էր տրավմային, ցույց էր տալիս գնալով ավելի ուժեղ կայուն կենսական նշաններ, նրա սրտի բաբախյունը մոնիտորների վրա արձագանքում էր որպես հույսի երաժշտություն։ Բայց դա նրա միտքն էր, նրա սիրտը, նրա խորապես վիրավորված հոգին, որոնք շատ ավելի շատ ժամանակի խնամքի կարիք ունեին, մարսելու այն ամենը, ինչ տեղի էր ունեցել վերջին տարիների ընթացքում։ Հենրիկը գործնականում բնակություն հաստատեց հիվանդանոցում այդ առաջին վճռորոշ շաբաթվա ընթացքում։ Նա քնում էր Անի մահճակալի կողքի անհարմար արհեստական կաշվե բազկաթոռին, նրա զինվորականի մեջքը բողոքում էր անհարմար դիրքից, բայց նա կտրականապես հրաժարվում էր տուն գնալ, նույնիսկ երբ Անին պնդում էր, որ լավ է, որ նա պետք է պատշաճ հանգստանա, որ ինքը մի գիշեր միայնակ լավ կլինի։ Նա չէր կարող թողնել նրան ոչ այն բանից հետո, երբ այսքան երկար բացակայել էր նրա կյանքից, ոչ այն բանից հետո, երբ գրեթե կորցրել էր նրան։ Նա այնտեղ էր, երբ Անին առավոտյան արթնանում էր, հաճախ նույնիսկ մինչ նրա աչքերը բացելը, արդեն նստած աթոռին, թերթեր կարդալով կամ նոութբուքով նամակներին պատասխանելով։ Նա այնտեղ էր, երբ Անին գիշերը քնում էր, նրա ամուր պաշտպանող ներկայությունը վանում էր մղձավանջները։ Նա այնտեղ էր բժիշկների բոլոր այցելությունների ժամանակ, տալով տեխնիկական մանրամասն հարցեր, համոզվելով, որ իր դուստրը ստանում է բացարձակապես լավագույն բուժումը, չընդունելով ոչինչ պակաս, քան գերազանցություն։ Նա այնտեղ էր, երբ Անին սարսափելի մղձավանջներ էր ունենում, արթնանալով վախեցած կեսգիշերին, սառը քրտինքով դողալով, վերապրելով այն սառը գիշերվա տրավման բակում կամ վերահսկողության նվաստացման այլ պահեր, որոնք Դավիթը պարտադրել էր։ Հիվանդանոցը նա տրամադրեց տրավմայի գծով մասնագիտացած հոգեբան, բժիշկ Կարինե Հակոբյանին, 40 տարեկան մի կնոջ, մեղմ ձայնով, բայց ուժեղ ներկայությամբ։ Նա սկսեց աշխատել Անիի հետ երկրորդ օրվանից, օգնելով նրան մարսել ոչ միայն այդ վերջին գիշերվա բռնությունը, այլ դրան նախորդող տարիների հուզական մանիպուլյացիան հոգեբանական վերահսկողությունը։ Անին բացահայտեց, որ իր ապրածը անուն ունի, հարկադրական վերահսկողության հարաբերություններ։ Պարտադիր չէր, որ մշտական ֆիզիկական բռնություն լիներ, որպեսզի այն լուրջ համարվեր։ Հոգեբանական բռնությունը նույնքան իրական էր, նույնքան վնասակար, նույնքան տրավմատիկ։ Մինչ Անին ապաքինվում էր հիվանդանոցում, քաղաքի մյուս ծայրում Դավիթ Մելիքյանի աշխարհը փլուզվում էր տպավորիչ հրապարակային կերպով։ Անվտանգության տեսախցիկների ձայնագրությունները, հենց այն տեսախցիկները, որոնք նա տեղադրել էր Անիին վերահսկելու համար, հանձնվեցին իշխանություններին։ Հերքելու, բացատրելու հնարավորություն չկար։ Ահա նա, բարձր որակով, քարշ է տալիս իր հղի կնոջը բակ սառը գիշերով ենթարկում նրան մի վերաբերմունքի, որը սահմանակից էր խոշտանգմանը։ Մամուլը պատմությունը վերցրեց տպավորիչ ագահությամբ այլս բաց չթողեց։ Դա հենց այն տեսակի սկանդալն էր, որը հանրությունը պաշտում էր, հարստություն, իշխանություն, կեղծավորություն, կատարյալ ճակատների հետում թաքնված բռնություն։ Դեղին մամուլը ցնցող վերնագրեր էր տպում հսկայական տառերով։ Միլիարդատեր գործարարը ձերբակալվել է հղի կնոջը ծեծելու համար, անվտանգության տեսախցիկները բացահայտում են սարսափը շքեղ առանձնատանը, անշարժ գույքի մագնատը մեղադրվում է հարկադրական վերահսկողության ընտանեկան բռնության մեջ, հեքիաթի արքայազնը հրեշ էր։ Դավիթ Մելիքյանի անկումը։ Բամբասանքների նորացության ամսագրերը, հենց այն ամսագրերը, որոնք ընդամենը 1 տարի առաջ լուսաբանել էին Դավիթի Անիի հարսանիքը որպես տարվա հասարակական իրադարձություն, էջեր նվիրելով ներկրված ծաղիկներին հարսանեկան զգեստին, այժմ ամբողջական համարներ էին նվիրում հարաբերությունների ստոր մանրամասների վերլուծությանը, հրապարակելով զույգի հին լուսանկարներ, որտեղ մարմնի լեզվի մասնագետները մատնանշում էին վերահսկողության նշաններ, որոնք այն ժամանակ ոչ ոք չէր նկատել։ Սոցիալական ցանցերը աննախադեպ կերպով պայթեցին։ Անի անունով հեշթեգը շաբաթներ շարունակ դարձավ երկրի ամենաշատ օգտագործվողներից մեկը։ Կանայք, ովքեր ճանաչում էին Անիին, ովքեր տեսել էին, թե ինչպես է նա աստիճանաբար մարում ամուսնությունից հետո, բայց չէին հասկացել, թե իրականում ինչ է կատարվում, սկսեցին հրապարակավ խոսել, կիսվելով իրենց դիտարկումներով, զղջումներով, որ չեն գործել։ Ընկերուհիները, որոնց հետ նա կապը կորցրել էր տարիների ընթացքում, կիսվում էին հուզիչ հիշողություններով, թե ինչպես էր Անին փոխվել, ինչպես էր նրա լույսը մարել կամաց, ինչպես էր Դավիթը միշտ ներկա երկրորդ պլանում, միշտ վերահսկելով յուրաքանչյուր փոխազդեցություն։
Ճարտարապետական գրասենյակի գործընկերները հեռուստատեսային հարցազրույցներում խոսում էին այն մասին, թե ինչպես Անին Երանի ժամանակակից ճարտարապետության ոլորտի ամենատաղանդավոր խոստումնալից մասնագետներից մեկը, պարզապես անհետացել էր մասնագիտական կյանքից ամուսնանալուց հետո, կարծես նրան կուլ էր տվել անտեսանելի սխոռոչը։ Ընտանեկան բռնության դեմ պայքարող կազմակերպությունները գործն օգտագործում էին որպես օրինակ իրենց կրթական արշավներում, ցույց տալով, որ հարկադրական վերահսկողության հարաբերությունները կարող են պատահել ցանկացած մարդու հետ, ցանկացած սոցիալական դասում, որ հաճախ ամենատեսանելի զոհերը նրանք են, ովքեր ամենաշատն են մեկուսացված։ Հոգեբաններին հրավիրում էին հեռուստահաղորդումների, բացատրելու մանիպուլյատիվ հարաբերությունների դինամիկան, ինչպես բացահայտել վերահսկողության վաղ նշանները, ինչպես օգնել մեկին, ով թակարդում է նման իրավիճակում։ Դավիթի անկումը արագ դաժան էր։ Նրա գործընկերները գործարար խմբում անմիջապես հեռացան, հայտարարություններ տարածելով, որ չեն հանդուրժում նրա գործողությունները, որ նա հեռացվում է ընկերության բոլոր որոշումներից։ Ներդրողները հետ վերցրին միջոցները։ Պայմանագրերը չեղարկվեցին։ Նրա տարիների ընթացքում խնամքով կառուցված հեղինակությունը փլուզվեց օրերի ընթացքում։ Իշխանությունները զինված ձայնագրությունների անհերքելի ապացույցներով Անիի մանրամասն ցուցմունքով ներկայացրին մի շարք պաշտոնական մեղադրանքներ։ Մեղադրանքները ներառում էին ընտանեկան բռնություն, ծանրացուցիչ հանգամանքներով, Անիի հղիության պատճառով, հուզական առանգում ազատությունից զրկում, հարկային խարդախություն, քանի որ հետաքննությունները բացահայտեցին, որ Դավիթն օգտագործել էր կեղծ ընկերություններ ունեցվածքը թաքցնելու համար, գույքային չարաշահում, քանի որ նա ամբողջությամբ վերահսկում էր Անիի ֆինանսները, թույլ չէր տվել նրան օգտվել սեփական գումարից։ Դավիթը փորձեց օգտագործել իր փողն ու ազդեցությունը, իրեն պաշտպանելու համար, վարձելով Երանի ամենաթանկ հայտնի փաստաբաններին։ Նա փորձեց պնդել, որ ձայնագրություններն անօրինական են, որ դրանք ստացվել են առանց թույլտվության, որ իրեն հետապնդում են։ Բայց ոչինչ չօգնեց։ Ապացույցները չափազանց հստակ էին, վնասը չափազանց ակնհայտ էր, հասարակական կարծիքը լիովին նրա դեմ էր։ Նրա հարստությունը, որը նա միշտ օգտագործել էր որպես իր ուժի գերազանցության խորհրդանիշ, սկսեց սառեցվել ուղղվել փոխհատուցումների։ Դատավորները աստղաբաշխական գումարներ սահմանեցին Անիի երեխայի համար ալիմենտի տեսքով։ Առանձնատունը, այն շքեղության խորհրդանիշը, որը եղել էր Անիի բանտը, վաճառքի հանվեց, փոխհատուցումների մի մասը ծածկելու համար։ Այն ամենը, ինչ Դավիթը կառուցել էր, այն ամենը, ինչ նա օգտագործել էր տպավորելու վերահսկելու համար, համակարգված կերպով քանդվում էր։ Անին հետում էր այս ամենին թերթերի միջոցով, որոնք Հենրիկը բերում էր հիվանդանոց, թե նա փորձում էր պաշտպանել նրան լրատվամիջոցների ազդեցությունից։ Նա զգում էր հույզերի բարդ խառնուրդ։ Մի կողմից կար մութ բավարարվածություն, տեսնելով, որ Դավիթը վերջապես իրական հետանքների է բախվում իր գործողությունների համար։ Մյուս կողմից կար տխրություն այն կյանքի համար, որը նա կորցրել էր, վատնված տարիների, այն մարդու համար, որը նա դադարել էր լինել այդ հարաբերությունների ընթացքում։ Բայց հիմնականում կար աճող հույսի զգացում։ Բժիշկ Կարինեն օգնում էր նրան հասկանալ, որ տեղի ունեցածը չի սահմանում նրան, որ նա ընդմիշտ զոհ չէ, որ կարող է վերակառուցվել, նորից ուժեղ լինել։ Անին սկսեց երազել ապագայի մասին առաջին անգամ տարիների ընթացքում, մի ապագայի, որտեղ նա ազատ էր կատարելու իր սեփական ընտրությունները, լինելու ինքն իրեն, դաստիարակելու իր երեխային առողջ սիրող միջավայրում։ Հիվանդանոց ընդունվելուց 2 շաբաթ անց Անին դուրս գրվեց։ Նա ֆիզիկապես հուզականորեն ավելի ուժեղ էր, թե դեռ փխրուն։ Հենրիկը նրան տարավ ոչ թե առանձնատուն, այդ մղձավանջների վայրը, այլ իր սեփական տուն, հյուսիսային պողոտայի մոտ գտնվող ապահով շենքի ընդարձակ ծեղնահարկ։ Դա տղամարդկային ֆունկցիոնալ տարածք էր, որն արտացոլում էր Հենրիկի զինվորական կյանքի տարիները, բայց նա անմիջապես սկսեց հարմարեցնել այն, ընդունելու Անիին, շուտով երեխային։ Անին տեղավորվեց ընդարձակ հյուրասենյակում, որը Երանի համայնապատկերային գեղեցիկ տեսարան ուներ, որտեղից նա կարող էր տեսնել ներքում կյանքով բաբախող մետրոպոլիան։ Տարիների ընթացքում, որոնք թվում էին տասնամյակներ, առաջին անգամ նա առավոտյան արթնանում էր, առանց կրծքում այդ խեղդող ճնշումը զգալու, առանց մտովի հաշվարկելու օրվա յուրաքանչյուր քայլը, Դավիթին չնեղացնելու համար, առանց խոսելուց առաջ յուրաքանչյուր բառը խնամքով ընտրելու։ Նա կարող էր ազատ ընտրել, թե ինչ հագնել, առանց նրբորեն դատվելու կամ քննադատվելու։ Կարող էր ինքնուրույն որոշել, թե ինչ ուտել նախաճաշին, առանց հաստատման կարիք ունենալու կամ կալորիաների մասին մեկնաբանություններ լսելու։ Կարող էր զանգահարել ում ուզեր, երբ ուզեր, առանց զրույցի պատճառի տողության մասին մանրամասն բացատրություններ տալու։
Կարող էր դուրս գալ զբոսանքի փողոցում, առանց զգուշացնելու, արդարանալու կամ թույլտվություն խնդրելու։ Փոքր ազատություններ, որոնք մարդկանց ճնշող մեծամասնությունը համարում է բացարձակապես սովորական, նույնիսկ չի մտածում դրանց մասին, բայց որոնք Անիի համար բացարձակապես հեղափոխական հուզիչ էին։ Յուրաքանչյուր ընտրություն, որը նա կատարում էր ինքնուրույն, յուրաքանչյուր որոշում, որը նա կայացնում էր առանց միջամտության, իր ինքնավարության ինքնության վերականգնման փոքրիկ ակտ էր։ Հենրիկը վարձեց բարձր որակավորում ունեցող անձնական բուժքույր, Անիին ուղեկցելու հղիության վերջին նուրբ շաբաթների ընթացքում։ Տիկին Սաթենիկը 60 տարեկան հրաշալի կին էր, կարճահասակ կլորավուն մարմնով, որը կարծես ստեղծված լիներ հարմարավետ գրկախառնությունների համար, մշտական ժպիտով, որը լուսավորում էր ցանկացած միջավայր, աներակայելի քնքուշ ձեռքերով, որոնք կարծես բուժելու ուժ ունեին միայն հպումով։ Նա խնամում էր Անիին անկեղծ մայրական քնքշությամբ, որը երիտասարդ կնոջը հիշեցնում էր սեփական մորը։ Նա պատրաստում էր սննդարար համեղ ուտեստներ, որոնք ստիպում էին Անիին վերականգնել ամիսներ շարունակ կորցրած ախորժակը, ուղեկցում էր նրան բժիշկների կողմից խորհուրդ տրվող թեթ զբոսանքներից առաջատ թաղամասում, զրուցում էր բոլորովին սովորական թեթ թեմաների շուրջ, սերիալների, բաղադրատոմսերի, եղանակի մասին, թեմաներ, որոնք ստիպում էին Անիին ծիծաղել շատ երկար ժամանակ անց առաջին անգամ, մի իսկական ծիծաղ, որը գալիս էր սրտի խորքից պարտադրված կամ նյարդային չէր։ Անին նա վերականգնեց կապը հին ընկերուհիների հետ, նրանց, ում հեռացրել էր Դավիթի ազդեցության տակ։ Սկզբում դժվար էր։ Նա ամաչում էր, զգում էր, որ պետք է բացատրվի, արդարանա նրանց կյանքից անհետանալու համար։ Բայց իսկական ընկերուհիները հասկացան։ Յուլիան, նրա լավագույն ընկերուհին համալսարանից, լաց եղավ, երբ Անին զանգահարեց։ Նա այցելեց նրան Հենրիկի ձեղնահարկում, ժամերով զրուցեց, ծիծաղեց, լաց եղավ, վերամիավորվեց։ Մյուս ընկերուհիները հետեցին, կամաց-կամաց Անին սկսեց վերականգնել իր աջակցության ցանցը։ Նարինեն, նրա նախկին գործընկերուհին, ճարտարապետական գրասենյակից, նույնպես այցելեց նրան։ Նա բերել էր նախագծերի պորտֆոլիոներ, որոնք գրասենյակը մշակել էր Անիի բացակայության ընթացքում, բայց նա բերել էր ավելի կարևոր բան, առաջարկ։ Նա ուզում էր, որ Անին վերադառնա, երբ պատրաստ լինի, ոչ թե որպես լուռ գործընկեր, այլ նորից որպես ակտիվ գործընկեր։ Գրասենյակը նրա կարիքն ուներ, ասաց Նարինեն։ Դրանից ավելին, Նարինեն ուզում էր իր ընկերուհուն հետ։ Անին չգիտեր, թե երբ պատրաստ կլինի վերադառնալ աշխատանքի, բայց այն փաստը, որ նա ուներ ընտրության հնարավորություն, որ գիտեր, որ իր տաղանդը դեռ գնահատվում է, որ կարող էր ընտրել, թե երբ արդյոք վերադառնա, աներակայելի ազատող էր։ Նա նորից սկսեց էսքիզներ անել, վերցնելով Նարինեի բերած բլոկնոտը, թույլ տալով, որ իր ձեռքերն ազատ շարժվեն թղթի վրա։ Սկզբում դրանք պարզ էսքիզներ էին, ընդամենը գծեր, բայց աստիճանաբար դրանք դառնում էին ավելի բարդ, ավելի համարձակ։ Կարծես նրա ստեղծագործականությունը, որն այսքան երկար ճնշված էր, վերջապես նորից շնչում էր։ Օրերն անցնում էին, Անին ապաքինվում էր ոչ միայն ֆիզիկապես, այլ հուզականորեն։ Փորը մեծանում էր, դրա հետ մեծանում էր նրա ներքին ուժը։ Նա անընդհատ խոսում էր երեխայի հետ, խոստումներ տալով ավելի լավ կյանքի, անպայմանական սիրո, ազատության, անվտանգության։ Նա խոստանում էր, որ իր որդին կմեծանա, տեսնելով ուժեղ, անկախ, ունակ մոր։ Հենրիկը խորը հպարտությամբ հետում էր դստեր փոխակերպմանը։ Նա տեսնում էր, թե ինչպես է իր ճանաչած Անին կամաց-կամաց վերադառնում, այն վճռական, տաղանդավոր կյանքով լի կինը։ Նա պատրաստվում էր պապիկ դառնալու, կարդալով գրքեր երեխաների մասին, գնելով սարքավորումներ, որոնք տիկին Սաթենիկը երաշխավորում էր, որ անհրաժեշտ են, ձեղնահարկի սենյակներից մեկը վերածելով ամբողջական մանկական սենյակի։ Հիվանդանոցից դուրս գրվելուց մեկ ամիս անց Անին պլանային այցելություն ունեցավ մանկաբարձի մոտ։ Բժիշկ Գրիգորյանը խնամքով զննեց նրան, ժպտաց. Ամեն ինչ կատարյալ է, Անի։ Երեխան ուժեղ է, առողջ։ Դուք ուժեղ եք, առողջ։ Դուք անհավանական աշխատանք եք կատարել, ապաքինվելով։ Ես շատ հպարտ եմ ձեզնով։ Անին դուրս եկավ կաբինետից արցունքներն աչքերին, բայց այս անգամ դրանք երախտագիտության հույսի արցունքներ էին։ Նա ազատ էր։ Նրա որդին ապահով էր։ Ապագան բաց էր նրա առջ, լի հնարավորություններով։ Եվ նա պատրաստ էր ընդունել այն։ Անին աստիճանաբար վերականգնեց կապը հին ընկերուհիների հետ, նրանց, ում հեռացրել էր Դավիթի նուրբ, բայց մշտական ազդեցության տակ տարիների ընթացքում։ Սկզբում դա չափազանց դժվար հուզականորեն ցավոտ էր։
Նա խորը ամոթ էր զգում էր, որ պետք է մանրամասն բացատրվի, արդարանա նրանց կյանքից առանց բացատրության պարզապես անհետանալու համար։ Բայց իսկական ընկերուհիները, նրանք, ովքեր իսկապես սիրում էին նրան, լիովին հասկացան։ Յուլիան, նրա լավագույն ընկերուհին ճարտարապետության համալսարանի տարիներից, առատորեն լաց եղավ, երբ Անին վերջապես քաջություն հավաքեց զանգահարելու։ Նա նույն օրը այցելեց նրան Հենրիկի ձեղնահարկում, բերելով շոկոլադ ծաղիկներ, ժամերով այնտեղ զրուցեց, ծիծաղեց, լաց եղավ, վերամիավորվեց այն ընկերության հետ, որը միշտ այնքան կարևոր էր եղել։ Մյուս ընկերուհիները հետեցին օրինակին, կամաց-կամաց Անին սկսեց վերականգնել իր սոցիալական հուզական աջակցության ցանցը, այն ցանցը, որը Դավիթը համակարգված կերպով ոչնչացրել էր։ Շաբաթներն անցնում էին, վերածվելով ամսվա, Անին շարունակում էր իր վերականգնման վերակառուցման գործընթացը։ Փորը զգալիորեն մեծանում էր ամեն օր, դրա հետ մեծանում էր նրա ներքին ուժը, նրա վճռականությունը, նրա հույսը։ Նա անընդհատ խոսում էր երեխայի հետ, բարձրաձայն, երբ մենակ էր, անկեղծ խոստումներ տալով ավելի լավ կյանքի, անպայմանական սիրո, առանց պայմանների կամ մանիպուլյացիաների, իսկական ազատության հուզական անվտանգության։ Նա խոստանում էր, որ իր որդին կմեծանա, տեսնելով ուժեղ դիմացկուն, անկախ ունակ, ինքնավար երջանիկ մոր։ Խոստանում էր, որ նա երբեք չի տեսնի, թե ինչպես են մորը նվաստացնում, վերահսկում կամ ստորացնում։ Հիվանդանոցից դուրս գրվելուց 1.5 ամիս անց, օգոստոսյան մի արոտ առավոտ, Անին արթնացավ, զգալով նախորդներից տարբերվող կծկումներ։ Նա հղիության 38-րդ շաբաթում էր, նրա մարմինը պատրաստվում էր ամենակարևոր պահին։ Կծկումները ռիթմիկ էին, աստիճանաբար աճելով ուժգնությամբ հաճախականությամբ։ Տիկին Սաթենիկը, իր տասնամյակների ծննդաբերություններին ներկա լինելու փորձով, անմիջապես ճանաչեց նշանները։ Ժամանակն էր։ Հենրիկին անմիջապես տեղեկացրին, նա գրասենյակից շտապեց տուն, Երանի խցանված փողոցներով վարելով ավելի արագ, քան թույլատրելի էր։ Բժշկական անձնակազմն արդեն պատրաստ էր հիվանդանոցում, համաձայն այն պլանի, որը նրանք մշակել էին շաբաթներ առաջ։ Անին հանգիստ, բայց արդյունավետ կերպով տարան հիվանդանոց, Հենրիկը բռնել էր նրա ձեռքը ողջ ճանապարհին, տիկին Սաթենիկը մյուս կողմից քաջալերող խոսքեր էր ասում։ Ծննդաբերությունը տեց 9 լարված փոխակերպող ժամ։ Դրանք 9 ժամ էին ֆիզիկական ցավի, որը հակասում էր ցանկացած նկարագրության, ջանքերի, որոնք պահանջում էին Անի ունեցած ուժի յուրաքանչյուր գրամը, պահերի, երբ նա մտածում էր, որ չի կարողանա շարունակել։ Բայց դրանք նա 9 ժամ էին աճող հույսի, հուզիչ սպասման, մի սիրո, որն ընդարձակվում էր յուրաքանչյուր կծկման հետ։ Անին մտածում էր այն ամենի մասին, ինչի միջով անցել էր, հասնելու համար այս վճռորոշ պահին, բոլոր աներակայելի փորձությունների, այն ամբողջ տառապանքի մասին, որը թվում էր անվերջ։ Եվ մտածում էր, որ ամեն ինչ, բացարձակապես ամեն ինչ, արժեր, որովհետև իր որդու հետ հանդիպման այդ պահը վերջապես գալիս էր։ Ամենաուժեղ կծկումների ժամանակ, երբ ցավը գրեթե անտանելի էր, նա հուսահատ ուժով բռնում էր Հենրիկի ձեռքը։ Նա այնտեղ էր անսասան քաջալերող խոսքեր շշնջալով, հիշեցնելով նրան, որ նա ուժեղ է, որ նա արդեն հաղթահարել է շատ ավելի վատ բաներ, որ նա կկարողանա։ Տիկին Սաթենիկը մյուս կողմից սրբում էր նրա քրտնած դեմքը սառը, խոնավ կտորով, մերսում էր նրա ցավող մեջքը, մայրական համբերությամբ ուղղորդում էր նրա շնչառությունը։ Օգոստոսյան պարզ երեքշաբթի օրը, ժամը 3:47 րոպեին, ձմեռային ուժեղ ոսկեգույն արի տակ, որը առատորեն ներս էր թափանցում ծննդասենյակի մեծ պատուհանից, լուսավորելով ամեն ինչ գրեթե երկնային լույսով, ծնվեց մի կատարյալ տղա։ Նա անմիջապես լաց եղավ, ուժեղ բարձր, որոտի պես, հայտարարելով իր գալուստը աշխարհ տպավորիչ կորովով, որը ստիպեց սենյակում բոլորին թեթացած ժպտալ։ Նա մեծ ամրակազմ երեխա էր, 3 կիլոգրամ 600 գրամ մաքուր կյանք, բոլոր առումներով առողջ, հզոր թոքերով, որոնք չէին վախենում իրենց լսելի դարձնելուց, ապրելու կամքով, որն ակնհայտորեն ուժեղ վճռական էր գոյության առաջին վայրկյանից։ Երբ բուժքույրն արագ մաքրեց երեխային, զգուշորեն դրեց նրան Անի դողացող ձեռքերի մեջ, դեռ միացված նրան բաբախող պորտալարով, նա նայեց այդ կարմիր ճմրթված դեմքին, այնքան կատարյալ իր անկատարելության մեջ, այն փակ աչուկներին, որոնք ամուր սեղմված էին աշխարհի նոր վախեցնող լույսի դեմ, այն փոքրիկ, բայց զարմանալիորեն ուժեղ ձեռիկներին, որոնք բնազդաբար կառչում էին նրա ցուցամատից, զգաց սիրո այնպիսի բացարձակապես ճնշող հզոր ալիք, որ մտածեց, թե իր սիրտը բառացիորեն կպայթի կրծքում։ Ոչինչ, ինչ նա զգացել էր կյանքում նախկինում, ոչ մի այլ հույս, ոչ մի այլ փորձառություն, չէր համեմատվում անպայմանական ակնթարթային սիրո այդ պահի հետ։ Հենրիկն այնտեղ էր, մահճակալի կողքին, նայում էր թոռանը, արցունքներն անամոթ հոսում էին նրա կոփված դեմքով։
Նա մեկնեց մի մեծ, կոշտացած մատ, երեխան անմիջապես զարմանալի ուժով բռնեց այն։ Մարտիկ է, շշնջաց Հենրիկը, նրա ձայնը խռպոտ էր հուզմունքից։ Իր մոր նման։ Իր պապիկի նման։ Անին նայեց որդուն, հետո հորը, հստակ իմացավ, թե ինչ անուն տալ տղային։ Հենրիկ, ասաց նա մեղմորեն։ Ես նրան կանվանեմ Հենրիկ, քո անունով։ Ոչ թե դատարկ ավանդույթի համար, հայրիկ, այլ խորը երախտագիտության։ Որովհետ դու ինձ փրկեցիր։ Որովհետ դու երբեք չհանձնվեցիր իմ հարցում, նույնիսկ երբ ես հանձնվել էի։ Որովհետ դու վերադարձրիր իմ ազատությունը, դրա հետ, նա նրանը։ Ձեր զինվորականը, որը դիմակայել էր պատերազմների աներակայելի վտանգների, առանց մի արցունք թափելու, այդ պահին լիովին փլուզվեց։ Նա անսահման զգուշությամբ գրկեց անին փոքրիկ Հենրիկին, կազմելով 3 սերունդների մի շրջանակ, որոնք միավորված էին սիրով հաղթահարմամբ։ Հաջորդ օրերը նոր իրականությանը հարմարվելու շրջան էին։ Անին բացահայտեց, որ մայր լինելը միաժամանակ ամենադժվար ամենահաճելի բանն էր, որ երբե արել էր։ Անքուն գիշերները, մշտական կերակրումները, անվերջ տակտիրները, այս ամենը հյուծիչ էր։ Բայց երեխայի յուրաքանչյուր ժպիտը, յուրաքանչյուր անգամ, երբ նա հանգստանում էր նրա գրկում, յուրաքանչյուր պահ, երբ նա նայում էր այդ կատարյալ փոքրիկ էակին մտածում, որ նա իրենն է, որ ինքն է նրան ստեղծել, որ ինքը կպաշտպանի նրան, արժեր հոգնածության յուրաքանչյուր վայրկյանը։ Հենրիկը բացահայտվեց որպես արտասովոր նվիրված սիրող պապիկ։ Նա սովորեց տակտիրներ փոխել նույն արդյունավետությամբ, որով պլանավորում էր բարդ անվտանգության գործողություններ։ Նա ժամերով օրորում էր թոռանը, երբ անին հանգստի կարիք ուներ, ցածր զարմանալիորեն մեղեդային ձայնով հին զինվորական երգեր երգելով։ Նա լիովին հալվում էր ամեն անգամ, երբ փոքրիկ Հենրիկը նայում էր նրան այդ հետաքրքրասեր աչքերով։ Երեխայի ծնունդից 2 ամիս անց եկավ Դավիթի դատավարության օրը։ Անին չէր ուզում գնալ, բայց նրա փաստաբանները բժիշկ Կարինեն քաջալերեցին նրան, ասելով, որ դա կարող է լինել հուզական ավարտի կարործ։ Հենրիկն առաջարկեց ուղեկցել նրան, տիկին Սաթենիկի, երեխային խնամելու պայմանով, անին հագնվեց մի ուժով, որը չգիտեր, թե ունի, գնաց դատարան։ Դավիթն անճանաչելի էր։ Մի ժամանակ անթերի ամբարտավան տղամարդն այժմ թվում էր նվաստացած, վաղաժամ ծերացած։ Նրա թանկարժեք կոստյումը չէր կարող թաքցնել կորցրած քաշը, կորացած կեցվածքը, խորն ընկած աչքերը։ Երբ նա դատարանի միջով նայեց Անիին, նա այլս չտեսավ այն մարդուն, որը սարսափեցրել էր իրեն։ Տեսավ միայն մի խղճուկ մարդու, որը ոչնչացրել էր իր շուրջ ամեն ինչ, վերահսկողության հիվանդագին կարիքի պատճառով։ Դատավորն անողոք էր։ Դավիթ Մելիքյանը դատապարտվեց հանցագործությունների երկար ցուցակով։ Ծանրացուցիչ հանգամանքներով մարմնական վնասվածք հասցնելը, հղի տուժողի խոցելիության պատճառով, անօրինական կալանք հուզական առանգում, ընտանեկան հարկադրանք վերահսկողություն, հարկային խարդախություն ունեցվածքի թաքցնում, գույքային չարաշահում։ Դատավճիռը 8 տարվա ազատազրկում էր, առանց բողոքարկման կամ պատժի կրճատման հնարավորության առաջին 4 տարիների ընթացքում։ Բացի այդ, նրա մնացած ողջ կարողությունն ուղղվեց որպես փոխհատուցում Անիին որդուն, ապահովելով նրանց ֆինանսական անվտանգությունը ընդմիշտ։ Դավիթը կորցրեց ամեն ինչ՝ իր ազատությունը, իր կարողությունը, իր հեղինակությունը, իր ընտանիքը։ Այն ամենը, ինչ նա գնահատել էր, այն ամենը, ինչ նա օգտագործել էր իրեն գերազանց հզոր զգալու համար, համակարգված կերպով հեռացվեց։ Երբ Անին դուրս եկավ դատարանից, նա խորը շունչ քաշեց Երանի օդը, այն աղտոտված քաոսային օդը, որը երբեք այնքան քաղցր չէր թվացել։ Վերջացավ։ Իսկապես վերջացավ։ Նա կարող էր առաջ շարժվել, առանց հետ նայելու։ 3 ամիսը արագ դարձավ 6։ 6-ը դարձավ մի ամբողջ տարի, մինչ Անին կհասկանար։ Ժամանակը, որը նախկինում ծանրորեն ձգվում էր Դավիթի հետ մութ օրերի ընթացքում, այժմ թեթությամբ թռչում էր։ Անին ծաղկեց այնպես, ինչպես երբեք չէր պատկերացնում, որ հնարավոր է իր համար։ Նա աստիճանաբար վերադարձավ ճարտարապետական գրասենյակ, որը մի ժամանակ լքել էր, սկզբում աշխատելով օրական ընդամենը մի քանի ժամ, լիովին ճկուն գրաֆիկով, որը թույլ էր տալիս ներկա հասանելի լինել փոքրիկ Հենրիկին, երբ նա իր կարիքն ուներ։ Նարինեն նրան ընդունեց բաց գրկով, վերակազմակերպելով գրասենյակի ամբողջ կառուցվածքը, Անիի, որպես մոր կարիքները բավարարելու համար։ Անին հրաշալի բան բացահայտեց։ Նրա ստեղծագործականությունը ոչ միայն վերադարձել էր հարկադիր աքսորից, այլ ավելի ուժեղ, ավելի վառ, ավելի համարձակ էր, քան երբը։
Կարծես ճնշման բոլոր այդ տարիները ստեղծել էին ստեղծագործական ճնշում, որն այժմ ազատ առատորեն հորթում էր։ Նրա նոր նախագծերը համարձակ նորարարական էին, լի կյանքով, լույսով բաց տարածություններով։ Նա նախագծում էր տներ, որոնք խթանում էին ազատությունն ու կապը, առտրային շենքեր, որոնք առաջնահերթություն էին տալիս մարդկային բարեկեցությանը, պարզ ֆունկցիոնալությունից վեր։ Յուրաքանչյուր նախագիծ կրում էր իր սեփական ճանապարհի, իր սեփական փոխակերպման մի մասնիկը։ Նա շահեց մի քանի կարևոր ճարտարապետական մրցանակներ, ողջ մասնագիտական համայնքի խանդավառ ճանաչումը, հոդվածներ մասնագիտացված ամսագրերում, որոնք գովաբանում էին նրա հաղթական վերադարձը։ Հաճախորդները հերթ էին կանգնում նրա հետ աշխատելու համար։ Բայց ցանկացած մասնագիտական ճանաչումից ավելի կարևոր, ցանկացած մրցանակից կամ ամսագրի հոդվածից ավելի արժեքավոր այն անձնական կյանքն էր, որը նա մանրակրկիտ կառուցել էր զրոյից։ Նա դաստիարակում էր իր որդուն առատ սիրով գիտակցված ազատությամբ, օրինակով սովորեցնելով նրան լինել բարի, բայց ուժեղ, կարեկից, բայց իր սահմաններում ամուր, սիրող, բայց ինքնավստահ։ Նա վերականգնել էր իր հին ընկերությունները, որոնք կարծում էր, թե ընդմիշտ կորցրել է, նոր նշանակալի կապեր էր հաստատել այլ մայրերի, գործընկերների, հարանների հետ։ Նա իր շուրջ ստեղծել էր փոխադարձ աջակցության ամուր համայնք, մի ցանց մարդկանց, ովքեր անկեղծորեն հոգ էին տանում, ովքեր ներկա էին դժվար ուրախ պահերին։ Նա այժմ ապրում էր իր սեփական տանը, ոչ թե հոր ձեղնահարկում կամ որե տարածքում, որը վատ հիշողություններ էր կրում։ Դա Կասկադի մոտ գտնվող բացարձակապես գեղեցիկ բնակարան էր, որը նա ինքն էր նախագծել զրոյից, սիրով խնամքով, մեծ պատուհաններով, որոնք օրվա ընթացքում բնական լույսի հեղեղներ էին ներս թողնում, բաց օդափոխվող տարածություններով, որոնք ազատություն էին շնչում, գունավոր ուրախ սենյակով փոքրիկ Հենրիկի համար, լի խաղալիքներով, գրքերով, հնարավորություններով։ Հենրիկը այցելում էր գրեթե ամեն օր, փայփայող պապիկ, որը չափազանց շատ նվերներ էր բերում, առանց ամոթի երես էր տալիս թոռանը։ Հոր-դստեր հարաբերություններն ավելի ամուր էին, քան երբեք, կառուցված ազնվության, փոխադարձ հարգանքի անպայմանական սիրո վրա։ Կիրակի օրը, փոքրիկ Հենրիկի ծնունդից 1.5 տարի անց, Անին որդու հետ այգում էր։ Նա վազում էր սիզամարգով իր դեռ անհարմար ոտքերով, ծիծաղելով այն վարակիչ ծով, որով միայն փոքր երեխաներն են կարողանում։ Անին նստեց նստարանին դիտում էր, նրա սիրտը լցված էր երախտագիտությամբ։ Նա մտածեց այն ամենի մասին, ինչ տեղի էր ունեցել, բոլոր փորձությունների, բոլոր տառապանքների մասին։ Մտածեց այն կնոջ մասին, որն ինքը եղել էր, ջնջված վերահսկվող, ապրելով մի կյանք, որն իրենը չէր։ Մտածեց դեպի ինքն իրեն վերադարձի ճանապարհի, իր ինքնությունը, իր ուժը, իր ձայնը վերականգնելու պայքարի մասին։ Մտածեց հոր մասին, որը երբեք չէր հանձնվել իր հարցում, որն այնտեղ էր, երբ նա ամենաշատն էր իր կարիքն ունեցել, որը ցույց էր տվել, որ իսկական սերը չի վերահսկում, այլ պաշտպանում է։ Եվ մտածեց որդու մասին, այն գեղեցիկ տղայի, որը վազում էր սիզամարգով, ազատ երջանիկ, մեծանալով առողջ սիրո հարգանքի միջավայրում։ Նա երբեք չէր տեսնի, թե ինչպես են մորը նվաստացնում։ Նա կմեծանա, իմանալով, որ իսկական սերն ազատում է, ոչ թե բանտարկում։ Նա դրա շնորհիվ ավելի լավ մարդ կլինի։ Անին ժպտաց, մի անկեղծ լիարժեք ժպիտ։ Նա ազատ էր։ Ուժեղ էր։ Նորից ինքն իրեն էր։ Եվ ապագան, այն ապագան, որը մի ժամանակ այնքան մութ անհույս էր թվում, այժմ փայլում էր նրա առջ, լի անսահման հնարավորություններով։ Որովհետև երբեմն պետք է հասնել հատակին, որպեսզի գտնես այն ամուր հողը, որտեղից սկսվում է վերակառուցումը։ Եվ Անին գտել էր այդ հողը։ Եվ դրա վրա կառուցել էր ոչ միայն նոր կյանք, այլ իսկական կյանք։ Պատմության ավարտը սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Անիի փոքրիկ Հենրիկի պատմությունը խորապես հուզեց ձեր սրտերը։ Եթե դուք հուզվեցիք հաղթահարման ուժի նոր սկզբի այս ճանապարհորդությունից, դրեք ձեր հավանումը այս տեսանյութին, բաժանորդագրվեք ալիքին, բաց չթողնելու համար ոչ մի պատմություն, մեկնաբանություններում գրեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել այս պատմության մեջ։ Արդյոք դա հոր սերն էր, որը փրկեց դստերը։ Արդյոք դա Անիի ուժն էր, վերակառուցելու իր կյանքը։ Թե դա փոքրիկ Հենրիկի կերպարով ներկայացված հույսն էր։ Ամեն օր մենք ներկայացնում ենք այսպիսի լարված հուզիչ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը, ամենաիսկական ամենադիմացկուն կողմը։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում, մեկ պատմությամբ, որը կհուզի ձեզ։